հասկանալու, որ դեղամիջոցները վատ չեն, հոգեբուժը կամ ասենք սեքսապաթոլոգը ձեր դեպքերում, դրանք վատ մասնագիտություններ չեն, արի դիմենք, արի փորձենք, մենք քեզ հետ ենք, մի վախեցիր, գիտես ինչքան շատ դեպքեր կան, քոնն էլ դրանցից մեկն է, դուրս կգաս, երբ որ հարազատները, խոսքի ուժը, երբ որ հարազատները նմանատիպ, նման ձևով են դիմում, պացիենտը բացվում է իր դռները, ինքը սկսում է խոսել, ինքը սկսում է վստահել բժշկին, սկսում է վստահել բուժմանը, հակառակ դեպքում կարող է եւ փակվի եւ ամենավատագույն դեպքեր կարող են տեղի ունենալ։ Այսինքն ինչպես չի կարելի աջակցել եւ ինչպես կարելի է աջակցել, կախված է իհարկե նրանից, թե ինչպեսի մոտեցում կցուցաբերեն հարազատները իրենց վերաբերմունքով, իրենց խոսքով, քաջալերումներով, որովհետեւ դա շատ կարեւոր է տրամադրել եւ ինչպես տրամադրել, ոգևորել կամ գուցե հակառակը գնալ բժշկի կամ հակառակը երբեմն նաեւ ասում են հավաքի քեզ, դու ինքդ կարաս անես, դու դա կարող ես անել, բայց մարդը լուրջ խնդիր ունի, առողջական խնդիր ունի, հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունի եւ պետք է մասնագետին հասնի